Ողջունում եմ լրատվամիջոցների մեր այն գործընկերներին, ովքեր այսօր ժամանակ են գտել եւ այս ֆորմատով հանդիպանը ներկայ են։ Անկեղծ ասած, վերջին շրջանի հետ կապված բազմաթիվ կարևոր իրադարձություններ կան, որոնց միգուցե ժամանակ չունենանք այսօր անդրադառնանք, բայց մի քանիսին իմ ներածական խոսքում կանդրադառնամ։ Առաջին հերթին ուզում եմ սկսել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ այն մտահոգիչ process-ներից, որը այս վերջին մի քանի օրերի ընթացքում նկատելի է։ Առաջին հերթին հաշվառու նաեւ մամուլում որոշակի քննարկումներն այս թեմայով, ես նաեւ ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին շատ ջերմորեն եւ հարգանքով վերաբերել եւ ընդունել մեր այն իրանցի ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր պատերազմի հետևաբար ցուցաբերել մեր բարեկամ ժողովրդի նկատմամբ։ Անչափ մտահոգիչ եմ համարում ոչ միայն բուն կոնֆլիկտը եւ այն բազմաշերտ հարվածները, որոնք տեղում են Իրան-Իսրայել այս հակամարտության պարագայում, այլ նաեւ մասնավորապես այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են Իրանի հոգեվոր առաջնորդին թիրախավորելու տեսանկյունից, որտեղ դա ընդունելտրել եմ համարում, դա կարող է տարածաշրջանում նոր անվերահսկելի իրադարձություններ բերել եւ միանշանակորեն կընդլայնի հակամարտության սահմանները։ Երկրորդը բավականին ծանր է եւ Հայաստանի վրա ուղիղ եւ անուղղակի ազդեցություն ունեցող process է այստեղ այն հնարավոր հարվածները, որոնք կարող են ուղղվել Իրանի միջուկային օբյեկտների, որովհետեւ դրա ծանր հետևանքները ոչ միայն արտահայտվելու է միայն Իրանին, այլ նաեւ հարևան երկրների նկատմամբ, ինչը բնականաբար իրավիճակը մեր համար ծայրահեղ վտանգավոր է դարձնում։ Բնականաբար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ մենք այս իրավիճակին նայում ենք հետեւյալ ձևով, սա չունի պատերազմական լուծում, եղած խնդիրները որքան էլ դրանք ծանր լինեն, պետք է կարգավորվեն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով, որը որևէ պայմաններում այլընտրանք չունի։ Երկրորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, այս վերջին 2 օրերին Բաղրամյան պողոտայում հատկապես դրսևորվող ակցիան է, որը իրականացնում են 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած մեր հայրենակիցների ծնողները։ Մտահոգությունները բազմաթիվ են, ես առիթ ունեցել եմ այս օրերին հանդիպելու, նրանց հետ տարբեր ֆորմատով զրույցներ եւ քննարկումներ ունենալու։ Թվում է թե շատ պարզ հարցադրումներ ունեն մարդիկ։ Միջև այս պահը, միջև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ազատ արձակումը, ողջ process-ը իրականացվել է նրա կողմից, նաեւ որոշակի հարցերով նրա անձնական երաշխավորման պայմաններում եւ այս մարդիկ ունեն պարզապես մեկ հարց. ով է ստանձնելու այդ process-ի շարունակականությունը, այսինքն հումանիտար հարցերի կարգավորման տեսանկյունից եւ ով է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ Ցավոք 2-3 օր է այս մարդկանց պարզ հարցերի պատասխան չի տրվում, դրանց ներկայացմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը իրենց հորդորը մինչև այս պահը չի կատարել, ամենայն դեպս մինչև այս ճեպազրույցը եւ չի ներկայացել տեղում իրենց հետ զրուցելու եւ անհրաժեշտ պարզաբանումներ տալու, որի նաեւ հետևանքը 3 նաեւ Հերացի փողոցում ծնողների կողմից փողոցի փակում էր, որը խոչընդոտվում էր ոստիկանության կողմից։ Պետք է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում, կարևոր չէ, առաջին պատերազմի ժամանակ Արցախյան 2016-ին 44 օրյային, առասարակ այս 3 տասնամյակի ընթացքում, ովքեր նախաձեռնություն են դրսևորել, ովքեր մասնակիցն են եղել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, անկախ նրանից թե այս պահին ինչ կարգավիճակ ունեն, զոհվել են, անհետ կորել են, այսօր էլ ապրում են մեր շարքերում, պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում եւ նրանց ծնողների նկատմամբ պետք է դրսևորվի հատուկ վարքագիծ։ Երրորդ թեման, որ կփորձեմ որոշակիորեն ներկայացնեմ այս համատեքստում,
մայրաթորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են եւ իշխանության կողմից այդ հարձակման ճակատի մեծացումը, որը մի քանի օր առաջ դրսևորվեց նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարձակումներով քարոզչական քաղաքական մակարդակում, որի վերջնա հետևանքը փաստացի նրա կալանավորումն է։ Մի նախադասության համար, որը իրավական տեսանկյունից բնականաբար որևէ վտանգավորություն չէ ներկայացնում ոչ միայն Հանրապետության Հանրապետության համար, այլ օրենսդրական տեսանկյունից որևէ առումով չուներ խոցելություն։ Իշխանությունը եկեղեցու նկատմամբ իր թշնամանքը արտահայտում է նաև բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել մայրաթորին, հոգեորականերին եւ առհասարակ հայկական պատմության բոլոր այն դրվագներին, որոնք այս մի քանի հազարամյակ ուղեկցել են մեզ, իրենց մեջ կրկնում են հայի ինքնությունը, նաև ինստիտուցիոնալ հիշողությունը եւ բոլոր այն նաև process-ները, որոնք նաև պետականության բացակայության ժամանակահատվածում իրենով պահպանել է հայոց եկեղեցին եւ այն բոլոր process-ները, որոնք այսօր արտահայտվում են այդ ուղղությամբ, բնականաբար ոչ միայն դատապարտելի են, այլ իրենց հետագա նաև ազդեցություն ունենալու ներհասարակական, քաղաքական եւ հասարակական մթնոլորտում, ինչպես նաև մեր հասարակության վրա։